Բարեկանում եմ բոլորիդ, սիրելի հավատացյալ ժողովուրդ։ Այսօր ես կցանկանամ մինչդեռ խոսքը սկսելը իմ Տիրոջս փառք տալ։ Արշանս փառքերի ու արժանս փառքերի արժանս փառքերի ու արժանս փառքերի Սիրում եմ խոսքերը, սեր ու կյանք պաշկևը, իմ հոգունը շուչ տևող, լույսիով յարդար։ Սիրում եմ խոսքերը, մութ կյանքս լուսացա, արվում եմ քեզ արվում եմ քեզ հիմա արժանս փառքերի ու արժանս փառքերի արժանս փառքերի Հալածում եմ ու ծաղրելով ցավեցնում եմ կամ աշտարի աշտարություն որ չի տալիս ինձ բարգություն ամեն կողմից հալածում եմ ու ծաղրելով ցավեցնում
ուրախություն, որ չի տալիս ինձ բարկություն, վերգիտես, որ ծածի մղքերը, սրտիս գաղտնիքները, իմ պատմությունները, վերցույցում, ինձ քո ճանապարհները, բացիր քո խոսքերը, տուր Նրանք ովքեր հավատացին, ասովոշտիներ կոչեցին, և սուրբ հոգով մակրտվեցին, Տիրոջ գործերը գործեցին, վերգիտես, որ ծածի մղքերը, սրտիս գաղտնիքները, իմ պարտությունները, վերցույց տուր ինձ քո ճանապարհները, բացիր քո խոսքերը, տուր հայտնությունները, վերգիտես, որ ծածի մղքերը, սրտիս գաղտնիքները, իմ պարտությունները, վերցույց տուր ինձ քո ճանապարհները, բացիր քո խոսքերը, տուր հայտնությունները, վերգիտես, որ ծածի մղքերը, սրտիս գաղտնիքները, իմ պարտությունները, վերցույց տուր ինձ քո ճանապարհները, բացիր քո խոսքերը, տուր հայտնությունները, Սիրելիս, այսօրվա մեր խոսքն է, ընտրիր բարին, կհաղթես չարին։ Մինչդեռ որ կսկսեմ ես խոսքը, ուզում եմ մի շատ կարևոր ուղեր ծանել։ Ուղղակի սիրելիներ, ընդհանրապես երբ որ մարդկային էությունը ինքը չի հասկանում որոշակի բաներ, ինքը փորձում է սխալը ուրիշի մեջ գտնել։ Մի հետաքրքիր բան կատարվեց։ Ես ուղղակի չեմ կարող այս կոմենտարը չարձագանքեմ, քանի որ մարդիկ այն նայելով կարող են նրանց ուրիշ սխալ ճանապարհների տանել, բայց ուզում եմ ասել, այս ինչ որ գրել է այս սիրելի եղբայրը հոգևոր, եղբայրս, ընդհանրապես, երբ որ մենք կոմենտար ենք գրում, ու երբ որ մենք Աստծո անքննելի գործերը դնում ենք փակագծերի մեջ, դա ընդհանրապես շատերին է դժվարացնում հոգևոր կյանք շարունակել։ Ինչու համար, որովհետև ասեմ քեզ եղբայրս հարգելիս Քրիստոսով սիրելի եղբայր,
Երբ որ մենք գրում ենք, թե այս ձեր վարդապետությունը շատերը չեն ընդունի, ես ուզում եմ հասկանալ այն ձեր վարդապետության տակ մեկ կարևոր բան ուզում եմ առաջնահերթ նշել, որովհետև այդ կարող է մարդկանց խանգարել հոգևոր իրենց կյանքը շարունակելու, առաջնահերթ այս վարդապետությունը եղբայրս իմը չէ։ Ես ուզում եմ քեզ պարզ անդրադառնալ եւ ասել, այս վարդապետությունը Տիրոջն է։ Իսկ մինչդեռ որ դուք գրեք, որ շատերը չեն ընդունի այս վարդապետությունը, սա բայց կարծեմ նորություն չէ, սիրելի եղբայր։ Այս վարդապետությունը երբեք էլ չի ընդունվել։ Դու երբևիցե լսել ես, որ ճշմարտությանը խաչ հանեցին։ Դու լսել ես, որ ճշմարտության վարդապետությունը ընդհանրապես ինքը չի ընդունվում։ Սա նորություն չէ։ Ուղղակի ինչու եմ ես սա արձագանքում, ես հասկանում եմ, որ կան ոմանք հոգևոր մարդիկ, որ կարող է սա այսքան խորը չհասկանան, բայց ես ուզում եմ սա այլևս խորացնել եւ ասել, իրական ճշմարիտ վարդապետությունը երբեք ընդունելի չի եղել։ Ճշմարիտ վարդապետությունը լույսը երբեք ընդունելի չի եղել, սա նորություն չէ, քանի որ ասում եմ մարդն ավելի ընտրեց խավարը, քան լույսը, ու մենք հասկանում ենք վերջինս, որ ճշմարիտ վարդապետին հանեցին խաչը, ուր մնաց, որ նրա խոսքը այսօր էլ ընդունվի։ Ես ասեմ քեզ, եղբայրս, քույրս, որտեղ որ երբևիցե դու կգրես կամ դու կխոսես կամ կոմենտարների մեջ կարտաբերես այդ վիճակը, ասեմ ես քեզ, սա պարզ է ինձ, որ շատերը չեն ընդունի, այդպես էլ պիտի լինի, այդպես էլ այն կա, բայց ինչ մնում է այն իմ վարդապետությունը չէ, այն այս վարդապետությունն է, որի վարդապետի անունն է Հիսուս Քրիստոս, եկեք այդ տեղերը ուղղակի մենք չխախտենք իրար։ Ինչու՞, որովհետև սխալ բառերը տանում է որոշակի մարդկանց սխալ ուղղության։ Երբ որ դուք խորը հոգևորությունից եք, ես հույս ունեմ, որ այդքան աստվածաշնչյան ցիտատներ եք ներբերել, թե կինը չի կարող քարոզել, եթե հաճելի է քեզ 21-րդ քարոզչությունը միացրու եւ լսիր եղբայրս, հասկացիր, որ ով է մարդը երբևիցե որ Աստծո գործերը Աստծո անսահմանափակությունը սահմանակ փակագծերի մեջ։ Ես ուղղակի հարգանքով մեծն սիրով ուզում եմ բացատրել այսպիսի կոմենտարներից ինձ զերծ պահեք, որովհետև ես չեմ կարող լռել։ Ինչու՞, որովհետև խոսքն է խեղաթյուրվում, իսկ խոսքը ճշմարիտ խոսքը, քավրի, երբևիցե որ ես թույլ տամ այն խեղաթյուրվի։ Զույգ այս պատճառով ասում եմ, երբևիցե եթե կլսես այս խոսքի քարոզչությունը, հասկացիր, Աստծուն սահմանափակել, փակագծել երբեք մենք չենք կարող։ Աստված ինքների Աստված է, այնքան տարբեր գործերով ինքը գործող Աստված է, թե ում կխոսեցնի եւ ում կլռեցնի, արի այս վիճակը թողնենք Աստծուն լավ։ Ուղղակի շնորհակալ եմ, եթե սիրելիներ դուք էլ այս հասկանաք, որովհետև Աստվածաշունչը ինքը ասում է շատ մի կարևոր բան, որ ես ուզում եմ հիմա կաշտալ։ Որովհետև ասում է. Քրիստոս չուղարկեց ինձ մկրտելու, այլ ավետարանը քարոզելու, ոչ թե խոսքի իմաստությամբ, որպեսզի ունայն չլինի Քրիստոսի խաչը, որովհետև խաչի խոսքը նայեք ինչ է ասում այստեղ, կորածների համար հիմարություն է։ Ինչ է խաչի խոսքը։ Նայեք, Աստվածաշունչն ասում է խաչի խոսքը կորածների համար հիմարություն է։ Քան լիցի երբևիցե, եթե խաչի խոսքը հիմարություն լինի, բայց այն իրապես հիմարություն է, քանի որ գրել է Պողոս առաքյալը կորածների համար։ Բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է։ Եկեք այս Աստծո խոսքը ճշմարտությունը ոչ թե դարձնենք մենք հիմարություն, այլ դարձնենք Աստծո զորությունը, եթե հավատում ենք, եթե կորած կորսվածները չենք մենք այն, ապա այն մեզ համար զորություն է։ Իսկ ով երբևիցե կարող է ասել Աստվածաշնչյան խոսքը այն Աստվածաշնչից դուրս վարդապետություն կարող է լինել։ Ով կհամարձակվի երբևիցե, քանի որ դուք ինքներդ տեսնում եք ամբողջ ժամանակ իմ աչքերը ֆիքսված է ճշմարիտ Աստծո խոսքի վրա։ Եկեք չխառնենք իրար, ոչինչ, ամեն ինչ թողնենք իր տեղում, որովհետև գրված է. իմաստունների իմաստությունը կկորցնեմ եւ խելոքների խորհուրդները կանարգեմ, ասում է Տերը։ Ուր է իմաստուն, ուր է դպիր, ուր է այս աշխարհի քննող, չէ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։ Ուրեմն որովհետև Աստծո իմաստության մեջ աշխարհս
իմաստությունով չճանաչեց Աստծուն, Աստված հաճեց, որ քարոզչության հիմարությունով ապրեցնե հավատացյալներին։ Այո, լսիր ու շատիր, քարոզչության հիմարությունով Աստված ապրեցնելու է հավատացյալներին։ Եթե դու ինքդ հավատացյալ ես, հասկանում ես, որ ամեն աշխարհի ոգ, ով որ երբևիցե այս ճշմարտությունը կասի հիմարություն, նա կորսված մարդ է։ Իսկ այս սույն խոսքը ապրեցնում է հավատացյալներին, ովքեր որ երբևիցե փնտրում են իրական Աստծո խոսքը։ Եվ որովհետև հрьяաները նշան են ուզում եւ հույներին իմաստություն են խնդրում։ Մենք էլ քարոզում ենք խաչալ Քրիստոսը, վերջ, այսպիսով վերջակետ է դրվում։ Ինչ են քարոզում։ Խաչալ Քրիստոսին։ Հрьяաներին կայտակղություն, հույներին հիմարություն, բայց այն կանչված հрьяաներին եւ հույներին Քրիստոսը քարոզում ենք Աստծո զորություն եւ Աստծո իմաստություն։ Հիմա հասկանում եք, սիրելիներ, որ այս խոսքը քարոզում է որպես Աստծո զորություն եւ Աստծո իմաստություն։ Ես հասկանում եմ, որ շատերիս կարող է այս խոսքը ինքը ապտակել։ Ես հասկանում եմ, որ կարող է նաև բարկացնել, սիրելի, շատ գեղեցիկ է։ Խոսքը պիտի մեզ բարկացնի։ Եթե խոսքը մեզ չբարկացրեց, մենք ապաշխարության ոչ մի հնարավորություն չենք ունենա։ Իսկ ինչ նշանակում է վաշտապետությունը, այն իմ վաշտապետությունն է, ես երբևիցե կասեմ, քավ լիցի այն Աստվածաշնչյան անարատ խոսքն է, որ միշտ կաշտացվում է, դուք ինքներդ կարող եք նայենք մոնիտորին եւ կաշտակ։ Եվ այսպիսով ընտրիր բարին կհաղթես չարին։ Սա է կարևորը։ Դա կապ չունի, թե դու աշխարհի մարդ ես, թե դու հավատացյալ ես, ես միշտ ինչի ամեն ժամանակ իմ ցավ այնքան անդառնալի է, որովհետև այսպիսի շատ հավատացյալ քույրեր եւ եղբայրներ կան, որ կմեղադրեն մարդիկ, նրանք չեն լսում քո բերանից դուրս եկած խոսքին, նրանք նայում են, թե քո ականջներից ինչ է կախված, նրանք չեն լսում, թե դու ինչ ես քարոզում, նրանք նայում են, թե քո մատերին ինչ ոսկյազարդեր են դրված։ Ես ասեմ քեզ, քույրս, եղբայրս, սա մեծ մոլորություն է, երբ որ դու միացնում ես, երբ որ ես ինչ որ մի քարոզչի միացնում եմ, որ իմ հոգին է լծվի խոսք լսեմ, ես չեմ նայում, թե նա ինչ է հագել, կամ ինչպիսի հյուսվածքներ ունի, կամ ինչպիսի զարդեր է կրում, ես նայում եմ այն անոթին, որից դուրս է գալիս Աստծո ձայնը եւ Աստծո խոսքը, սա ինձ համար կարևորագույնս ես ընտրում եմ, թող այն մարդը, ով ուզում է լինի, ինչպիսին ուզում է հագնի, բայց այն մարդը ինձ տա Աստվածաշնչյան անարատ եւ մաքուր խոսքը, որպեսզի ես սկսած ինձանից կարողանամ ապաշխարել, սիրելիներ։ Լսել եք երբևիցե այս արտահայտությունը աշխարից։ Ասում է, եթե Աստված կա, եթե Աստված գոյություն ունի, ինչու է երկրի վրա տիրում այս չարիքը։ Ինչու չի պատժում չարին եւ վերջինս ինչու է լռում Աստված։ Իսկ թվում է, որ դու հաջախակի հանդիպած կլինես որոշակի մարդկանց, ովքեր որ այս գեղեցիկ արտահայտությունը անում են։ Ես ուղղակի շատ գեղեցիկ ձևով, առանց բարկանալու անկեղծ ասած, հասկանում եմ, որ որոշակի մարդիկ չեն հասկանում։ Գիտակցում եմ, որ որոշակի մարդիկ չեն կարող գիտակցել այն ինչը խոսում են, որովհետև եթե հոգևոր մարդը ինքը չի կարող գիտակցել ուր մնաց որ երկրավոր աշխարհիկ մարդը, սիրելիներ, այստեղ մի դժվար բան է, երբ որ մարդը արդաբերում է ինչու է չարիքը երկրի վրա, եթե Աստված գոյ է, եթե Աստված գոյություն ունի, ինչու չարին նա չի պատժում։ Դու ինքդ քեզ հարց տված կլինես երբևիցե։ Ինչ ենք հասկանում մենք այս բառից՝ չարիք, չար, չարություն, ընդհանրապես ինչ ենք մենք հասկանում։ Հասկանում ենք էակներ, էություններ, ովքեր որ այս երկրավոր կյանքերում չար են իրենց պահում, չէ՞։ Օրինակի համար մանկապիղծը, մարտասպանը, մայրասպանը, որոշակի լիդերներ այս երկրի վրա որ ծնվել են, միլիոնավոր մարդկանց հոգիներ սպանել են ու հեռացել են այս աշխարհից, դու կարող ես ասել, որ նրանք չար են։ Ինչ ես կարծում։ Օրինակ վերցրենք մի հասարակ բան, Հիտլերին վերցնենք, եկեք, լիդեր էր նա։ Դու կարող ես ասես, որ Հիտլերը չար էր, չարությունով լեցված էր, այդքան միլիարդավոր մարդկային հոգիներ նա տարավ, չէ՞ դժոխք։ Կարող ենք ասել չար է, կարող ենք ասել մանկապիղծը, մարտասպանը, մայրասպանը, նրանք չար են, չէ՞։ Դու պահանջում ես, հասկանում եմ,
Ես էլ եմ երբևիցե պահանջել։ Դու պահանջում ես, որ Աստված այս տեսակ չարությունը երկրից ոչնչացնի։ Շատ բարի, դա բարի մարդկային ռասայի համար սա մի բարի վիճակ է, որ ամենքս պիտի ցանկանանք, բայց ինչպես։ Նայեք, երբ որ Պետրոսը երկրի վրա Տիրոջ հետ էր քայլում, երբ որ Պետրոսը մեկ բա վրիպեց, Հիսուս Քրիստոսը Պետրոսին ասեց. «Ետիս գնաս Սատանա»։ Քանի որ դու երկրավոր բաների մասին ես մտածում, քան թե երկրավոր բաների մասին։ Եվ եթե նա Պետրոսին Տերը կարողացավ այդ արտահայտությունը անել, մենք գիտենք, որ Պետրոս առաքյալը ինքը խաչվեց Տիրոջ նման գլխեվայր։ Եթե Տերը կարողացավ նրան այդ տեսակ անձնավորությանը ասել «Ետիս գնաս Սատանա», ապա ինչ ես կարծում։ Նրանք սատանաներ չեն, այն մնացյալ մարդկային անունները, որոնք որ ես թվեցի աշխարհի տակ, չարը, չարությունը, այն մարդիկ, ովքեր որ այդ դառը ճանապարհով գնում են, քայլում են եւ մարդկային կյանքերը դարձնում են դժոխք, սա չարիք է սիրելիս, բայց վերջնականապես մենք պիտի հասկանանք այսպիսով մարդը մեղադրում է Աստծուն, այս երկրավոր չարիքի համար, սա մեղադրանք է, եթե մենք Տիրոջ մոտ ենք գալիս, ասում ենք, եթե դու կաս, ինչու է չարը տիրում երկրի վրա, եթե դու Տեր կաս, չէ որ դու ասում ես դու բարի ես, չէ որ դու ասում ես դու բարի սիրող Աստված ես, ապա ինչու է չարը այսքան տանջում երկրավոր բարիությունը, ինչու է չարիք այսքան չարաշահում երկրավոր բարիությունը, բա ուր ես դու Աստված, չէ որ մենք այսպիսով մեղադրում ենք Աստծուն, մեղադրում ենք թե ոչ, մեղադրում ենք։ Խորանանք մի մարդկային չարության արմատների մեջ, եկեք խորանանք մեր մարդկային, մեր սկսած ինձանից սիրելիս, չարության արմատների մեջ, մի մանկապիղծ, ով իր ամբողջ մանկությունում ինքը, մի մանկապիղծ, ով ուշադիր եղեք, իր ամբողջ մանկությունում ինքը պղծվել է իր հոր ձեռքերով, փոքրուց, իր հայրը բռնադատել եւ բռնաբարել է այդ ոշտուն իր անձնական, որ մեծացել է եւ դարձել է հրեշ, հոր կողմից, հայրն է նրան դարձել է հրեշ, իր երկրավոր հայրը, մեղավոր է նա, երբ նա ինքը դարձել է հրեշ երկրի վրա եւ ինքն է սկսել պղծել մանուկներին։ Ես հարց եմ տալիս քեզ, պարզ հարց։ Այս հրեշը, ով մանկուց նա ծնվել է եւ իր հոր կողմից բռնադատվելով դարձվել է հրեշ, նա մեղավոր է դրանում։ Հարցը քո մեջ պատասխանիր։ Գտնում ես դու նրա մեջ մեղք, եթե այս մարդը իր հոր անձնական հոր կողմից այնքան է պղծվել ամբողջ մի կյանք, որ ինքն է դարձել վերջում հրեշ։ Մեղադրում ես դու նրան։ Ես կարող եմ ասել, ոչ։ Ես նրան չեմ մեղադրում։ Ինչու։ Ինչու ես նրան չեմ մեղադրում դրանում, որովհետև եթե այդ մարդը առանց իր հոր հայրը նրան հրեշ դարձնելով, նա դառնար ինքը հրեշ, ասենք թե օրինակի պես նա ապրել է մի գեղեցիկ մանկություն եւ ապրել է լիարժեք մանկական, մայրական եւ հայրական տակուկ գրկի մեջ եւ մեծացել դարձել է հրեշ, սա մի բան է սիրելիս, սա մի բան է, որոնք որ շատերն են դառնում, բայց այս անձը ինքը այնքան է իր հոր կողմից դաջվել, որ ինքը դարձել է նույն իր հոր նման, ես նրան չեմ մեղադրում։ Ինչու։ Աստված էլ այդպեսին չի մեղադրում, քանի որ այդ երեխայի հայրը, որի երեխան 7 տարեկան աղջիկ երեխան այս հրեշը բռնաբարելով սպանել է, սա մի պատմություն է, եւ ասում է, նրա ծնողները, այդ երեխայի ծնողները հավատացյալ մարդիկ էին, նրանք չկարողացան, նրա հայրը չկարողացավ այդ երեխայի սպանողին, բռնադատողին ներել։ Դու հասկանում ես, եւ այստեղ գնում է խոսակցություն Աստծո եւ այդ մարդու երեխայի հոր մեջ, եւ Աստված ասում է, նայիր մի պատմության ասում է։ Աստված այսպիսի մարդկանց սիրելիներ չի կարող պատժել։ Ինչու։ Որովհետև նրանք արդեն իսկ պատժված են։ Դու հասկանում ես, որ այս տեսակ հրեշները արդեն իսկ պատժված են։ Այսինքն, եթե Աստված սրանց պատժի, այս տեսակ մարդկանց պատժի, ես ուղղակի հարց եմ տալիս, երկրագնդի վրա երբևիցե մի քանի հոգի մարդիկ կմնան, թե ոչ։
Քեզ թվում է, որ այս տեսակ մարդիկ մեղավոր են։ Քեզ թվում է, որ այս տեսակ մայրասպանները, մաշտասպանները, սրանք մեղավոր մարդիկ են, որոնց որ Աստված պիտի մեր միջից բնաջնջի եւ վերջացնի այն մարդկանց։ Այո, մենք այդպես ենք մտածում։ Բայց հարցս եթե Աստված սկսի պատժել, սկսած այդ մանկապիղծից, եթե Աստված սկսի պատժել, ապա այն կհասնի մինչև ադամական եւ եվայական արմատներին ինչու, որովհետև նայեք, մեղքը չի սկսվել այդ մաշտուց, մեղքը ընդհանրապես երկրի վրա սկսվել է Ադամից ու Եվայից, եւ մինչև այն խորքը արմատները մենք պիտի գնանք, Աստված պիտի գնա, եթե մենք պահանջում ենք, որ այս տեսակ մարդկանց Աստված մեր միջից յուրացնի, վերացնի, սպանի, ընդհանրապես երկրից հանի, դա այդպես չի լինի, ինչու, հիմա մենք կկաշտանք եւ կհասկանանք ինչ կարող է անել ընդհանրապես Աստված եւ ինչպես կարող ենք մենք հասկանալ այս իրավիճակները ճշգրիտ եւ կաշտում եմ Ծննդոցի 6-րդ գլուխ 5-ից 7-ը։ Եվ ասում է. Եհովան տեսավ, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա եւ նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վրա մարդը ստեղծեց եւ իր սրտի մեջ տրտմեց։ Եվ Եհովան ասեց. երկրի երեսիցը ջնջեմ մարդը, որ ստեղծեցի, մարդից մինչև անասունը, մինչև սողունը, մինչև երկնքի թռչյունը, որովհետև զղջում եմ, որ նրանց ստեղծել եմ։ Հիմա հասկանում ես, այստեղ մենք չենք խոսում այս մեկ անհատից կամ չենք խոսում այն մյուս անհատից։ Երբ որ մենք մեղադրում ենք Աստծուն, Աստված էլ գալիս է իր մեղադրանքներով եւ ասում է. այս երկրի վրայից պիտի ջնջեմ մարդը, պիտի բնաջնջեմ սողունից մինչև անասունը եւ մինչև թռչյունը, ինչու, որովհետեւ Տերն ասում է. զղջացի 6:17-18-ն եմ կաշտում։ Եվ ահա երկրի վրա ջրհեղեղ պիտի բերեմ այն ամեն մարմինը կորցնելու համար, որի վրա կենտանության շունչ կա, երկնքի տակ եւ երկրի վրա ինչ որ կա պիտի սատկի։ Նայեք, ես շատ ժամանակներ մտածել եմ, այսինչ բառ է գրած այստեղ պիտի սատկի։ Ում ենք մենք ասում պիտի սատկի կենթանիներին շնչավոր, բայց արյուտես մարդկային մեռած հոգիներին Աստված ասում է, որ սրանց պիտի բնաջնջեմ ջրհեղեղով եւ ասում է ամեն ինչ որ կա պիտի սատկի, բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ եւ տապանը կմտնես դու եւ քո որդիկը եւ կինդ որդկանցդ կանայեկը քեզ հետ, Սանոյի հետ էր Տերը։ Ինչու սիրելիներ Աստված զարկեց առաջի աշխարհը։ Ինչու։ Ես ուզում եմ դու քո մեջ սա խորը գիտակցես։ Ես ուզում եմ քո մեջ սա այս հայտնությունը տպավորվի, որ դու հասկանաս՝ մի րոպե, մինչև Նոյ, Աստված ինչու զարկեց առաջին աշխարհը։ Ինչու։ Ինչու չզարկեց միայն այն աշխարհում բնակվող չարերին։ Հարց եմ տալիս քեզ։ Ես ուզում եմ, որ դու խորես մի բա քո մեջ։ Նստածը տեղը խորիր, ինչու նա զարկեց ամբողջ աշխարհի առաջին աշխարհի 1500 տարվա ստեղծված մարդկությանը, մինչ Նոյ, եւ նա չզարկեց միայն չարերին, հարց եմ տալիս քեզ։ Աստված, քանի որ գիտեր պատասխանը ըստ Աստվածաշնչի, Աստված գիտեր, որ այն առողջացնել այլևս հնարավոր չէր։ Առաջին աշխարհը առողջացնել Տեր այլևս չէր կարող։ Եթե ինչ որ մեկին, նայեք, եթե ինչ որ մեկին Աստված չի կարող առողջացնել, հիշիր, այդ մարդը զարկվում է։ Եթե ինչ որ աշխարհի առաջի այդ հատվածը Աստված տեսներ, որ այնտեղ կար գոյ էին որոշակի մարդկային հոգիներ, ովքերի համար որ Աստված կարող էր պահպանել այդ աշխարհը, հավատացած եղեք, Աստված կպահպաներ։ Սիրելիս, որ մեկին պատժի Աստված, որ մեկին հարց եմ տալիս, դու կարող ես այս միլիարդավոր երկրի մեջ պատասխանել այս հարցին, որ մեկին պատժի։ Բոլորս ենք մեղավոր, սկսած ինձանից, մարդիկ, բոլորս ենք փառքի ծնգած, հասկանում ես, մեղավոր ենք մենք, դա կապ չունի։ Ես ասում եմ քեզ, դա կապ չունի, դե դու քո կողքիդ կամ դիմացինիդ ում գտասես ով է նա։ Դա կապ չունի, որ դու բարկացած ես այս մեկը միլիոնավոր մարդկանց տարավ դժոխք։ Դա կապ չունի, որ այն մյուսի մասին դուք ասեց, որ հարյուրավոր, հազարավոր մարդկային հոգիներ լինելով հավատացյալ հովիվ մոլորեցրեց։
ես ասում եմ քեզ, սկսած ինձանից բոլորս ենք մեղավոր եւ պատժի արժանի եւ փառքից անկած։ Եվ ուզում եմ դրա հիմքի վրա կաշտալ Արագած գրքի 20-րդ գլուխ 9-րդ խոսքը։ Նայեք, շատ գեղեցիկ բառեր է գրված։ Ով կարող է ասել, թե սիրտս սրբել եմ, մաքուր եմ իմ մեղքերիցը։ Ով։ Սիրելիս, ով կարող է ասել, սիրտս սրբել եմ, մաքուր եմ իմ մեղքերիցս։ Գետ մեկ հոգի մարդ այս երկրի վրա կա, որ կարող է այն ասել։ Ինչ որ մեկը կարող է սա արտաբերել։ Չկարծեմ, ես էլ չեմ կարող, սիրելիս, քանի որ դեռ իմ սիրտը պիտի մաքրվի Աստծո մեջ, այսինքն գոյություն չունի ոչ մեկ մարդ, սկսած ինձանից, սիրելիս, ոչ մեկ մարդ, հավատացյալի կյանքում ոչ մեկ մարդ աշխարհի մեջ առավել եւս, որ կարող է ասել, սիրտս մաքրել եմ եւ սրբված եմ, քանի որ մեր սիրտը տեղը տեղին թլպատության կարիք ունի, հասկանում ես։ Իսկ որ մեկիս պատժի Տերը։ Զարկ զարկի վրա, ինչ ենք մենք վերջինս ուզում։ Մենք ուզում ենք, որ Աստված չարին պատժի։ Մենք ուզում ենք, որ այս երկրի վրա տիրի միայն բարին, բայց ինչպես, չէ որ չարն էլ է ինձանից սկսվում։ Հասկանում ես դու սա։ Կրկնում եմ, չարությունն էլ է ինձանից սկսվում, բարությունն էլ կարող է ինձանից սկսվել։ Այսինքն, եթե չարությունը սկսած ինձանից երկրի վրա տիրում է, Աստված պիտի սկսած ինձանից բոլորիս բնաջնջի։ Մայրասպանին բնաջնջինա, մաշտասպանին, թվում եմ ես հիմա հասկացիր ես ինչ եմ հիմա խոսում, բորնիկին բնաջնջի, թե կրապաշտին, թե գուշակողին, թե նախանձողին, թե ատողին, թե ստախոսին, թե չարախոսին, թե հպարտին, թե անզգամին, թե հիշաչարին։ Այս կան իմ թված մարդկային էությունների, բնավորությունների, չարիքների մեջ, որ մեկին պատժի մարդիկ։ Ես էլ չեմ կրկնում, թե որ կան անդառնալի մեղքեր դեռ գոյություն ունեն եւ անուններ։ Ոչ մեկին, չէ որ սա է կազմում, այս ամեն ինչ ես թվեցի, չկրկնեմ նորից, այս ամենը կազմում է այս երկրավոր օրգանիզմը, հասկանում ես դու սա։ Հասկանում ես ինչ ես թվեցի, այն երկրի վրա գտնվող օրգանիզմն է, օրգանական սիստեմն է, այսպես ասեմ, եւ այդ օրգանական սիստեմի մեջ ամեն մեկս, սկսած ինձանից, մեկ օրգան ենք գտնվում։ Ամեն մեկս մարդիկ, այս ինչ որ թվեցի, դու սրա մեջ քեզ կգտնես։ Գուշակող չես, ստախոս կլինես։ Ստախոս չես, ուրիշ ինչ որ մի բան կլինես։ Սա մի օրգանական սիստեմ է, սատանայի բնությունից ստեղծված, որ մենք այստեղ մեզ դյուրին է ստացվում, մեզ ուղղակի չտեսնելով, դիմացինին ուղղակի տեսնել։ Սա կարևոր է, որ հասկանանք։ Այն օրգանները, նորից ասեմ, ես եմ եւ դու, այնտեղ ուրիշին եկ չփնտրենք։ Շատ կարևոր է սա։ Դու կարծում ես միայն սպանությունն է մեղք, չէ, դու իրապես կարծում ես, երբ որ մեկը մեկին իրապես սպանում է, դա մեղք է։ Դու կարծում ես շնությունն է միայն մեղք, բայց Աստված ասեց, Հիսուս ասեց նոր ուխտի մեջ, ասեց, եթե ինչ որ մեկին ատեցիր, սպանեցիր։ Այսինքն տարբերություն չկա, դու դանակը վերցնես եւ նրա փորը կողես։ Եթե դու այն մարդուն տվյալ մարդուն ատեցիր, ապա դու սպանեցիր։ Ապա դու այնքանով մեղադրյալ ես, որքանով որ ինչ որ մեկը դիմացինին իրապես դանակով կամ ինչ որ մի զենքով կսպանի։ Տարբերություն չկա։ Եթե ասում է դու շնացար, մեղք է։ Եթե ասում է դու աչքերով դիմացինին նայեցիր ցանկանալու համար, սա էլ է մեղք։ Այսինքն, քեզ պետք չի ֆիզիկապես դու պղծվես։ Քեզ պետք է ուղղակի պղծագույն քո աչքերովդ մեկին նայես եւ նային աշտեն մեղք է։ Հիմա որ մեկը թվենք մարդիկ, որտեղից սկսենք եւ ուր հասնենք։ Որ երբևիցե մենք մեր դիմացինին չմեղադրենք։ Իսկ ինչ կասես զրկելու մասին, իսկ ինչ կասես ատելության մասին, իսկ ինչ կասես չներելու մասին։ Ասում է ներելը թույլի բանը չէ, իսկ ինչ կասես զրպարտելու մասին,
հեշտ ու հանգիստ ենք զրպարտում Աստծուն, մեր մարդկանց, մեր կողք բոլոր ապրողներին, շատ հեշտ։ Մարդը ինքը չի ցանկանում ընտրել բարին, ուշադիր, ուզում եմ հասկանաս, մարդը ինքը չի ցանկանում ընդունել բարին, ապրել բարին, ընտրել բարին, բայց ցանկանում է, որ Աստված պատժի չարին։ Այսինքն ինքը մի պարադոքս վիճակ է դուրս գալիս, որ դու ինքդ չես ցանկանում ընտրել բարին, բայց դու ուզում ես, որ Աստված պատժի չարը, որը որ դու ես։ Այսինքն դու ուզում ես, որ Աստված քեզ պատժի։ Հարց եմ տալիս, պահեք մի պահ, այսպես պահեք կամերան, հարց եմ տալիս։ Դու բարին չընտրող ոմն մեկն ես, բայց դու ասում ես թող Աստված պատժի չարին, այսինքն քեզ պիտի Աստված պատժի, հասկանում եմ ճիշտ թե ոչ։ Հիմա, եթե այդպես լինի, նորից կրկնում եմ, մենք պիտի ապրենք երկրորդ նոյան տապան։ Եթե այդպես լինի, եթե այդպես է իրականությունը մեր կյանքի, ապա մենք պիտի ապրենք երկրորդ անգամ Ղովտ, Սոդոմ եւ Գոմոր։ Եվ սա է։ Դու մեղադրում ես Աստծուն, դու մեղադրում ես, դու զեռնոց ես Աստծուն նետում, սիրելիս։ Դու ամեն ժամանակ ասում ես Աստծուն, քո Աստծուն։ Մեղադրում ես, բայց քո մեղավոր կյանքի համար նայիր, Աստված սուրբ է։ Աստված իր տեղում է, Ադամ դու ուր ես։ Եվա դու ուր ես, Աստված իր տեղում է, Աստված սրբության վայրում է, երկնքումն է նրա բնակարանը։ Դու մեղադրում ես Աստծուն քո մեղավոր կյանքի համար։ Չէ, դու մեղադրում ես Տիրոջը քո բղծված կյանքի համար։ Դու մեղադրում ես Աստծուն քո չստացված կյանքի համար, որի մեջ որ հազարավոր անգամներ Աստված քո սրտի հետ խոսացել է եւ ասել է, այսպես չանես, բայց դու արել ես։ Եկեք հասկանանք, ինչու ենք մենք միշտ սիրում մեղադրել դիմացինին։ Աստծուն։ Ցուցամատդ լավ ես պահում, լավ ես անում, այսպես պահում ես ին վրա, բայց հիշիր, այս 3 մատը քեզ է ցույց տալիս։ Միշտ հիշիր, սա այնքան կարևոր բան է, որ Աստված ինք ուզում է քեզ ասել, լսի, մեկին կմեղադրես դու, բայց 3-ը քո դեմ է դուրս գալիս։ Մեղադրիր, բայց հիշիր մեկ բան, որ առաջինը, երբ որ այն մատը կծռես եւ քեզ վրա կպայես, ամեն մի ֆիզիկական հոգեվոր հարցերը քո կյանքի կլուծվեն։ Սիրելիս, երբ ծառը փչանում է, ապա ծառը ինքը փչանում է արմատից։ Դու հավատում ես, որ եթե անգամ ծառը ինքը դեպի վերև չհաջի, չծլի եւ չծաղկի, եթե նա ունենա առողջ արմատ, օրերից մի օր նա եւս նորից կսկսի ծաղկել, բայց ծառը ինքը, ընդհանրապես ամեն մի բնություն, ինքը արմատներից է փդում, փչանում։ Եվ այն փչանում է ինչու, կամ այն չորացնում ես, մինչև որ նրա մեջ անգամ մեկ կատիլ ջուր չկա, եւ այն չորանում կորչում է, կամ էլ այնքան է ջրում այս երկրավոր ճահճացած ջրերով, որ քո խեղճ ծառը այդ ճահճացած ջրերից հոդում արմատը եւ փտում է, եւ այսպես վերանում է։ Վերանում է քո հոգեվոր կյանքը, վերանում է քո էությունդ մարդ աշխարհի մեջ լինելով, որ դու պիտի հասկանայիր, որ առանց Աստծո ընդհանրապես մարդիկ, եկեք ճիշտը հասկանանք, ով է քեզ կյանք տվել։ Դու ինքդ, քո ծնողները, ոչ Աստված։ Հովհաննեսի ավետարան։ Առաջին գլուխ 1-ից 5-ն եմ կաշտում։ Ասում է. սկզբումն էր բանը, եւ բանն Աստծո մոտ էր, եւ բանն Աստված էր։ Նա սկզբումն Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ, եւ առանց նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Նրանով էր կյանքը, մարդիկ, նրանով էր, նրանով է եւ նրանով լինելու է հավիտյանս հավիտենից կյանքը։ Նրանով էր կյանքը, եւ կյանքը մարդկանց լույսն էր, եւ լույսը խավարումը լույս է տալիս, եւ խավարը չիմացավ նրան։ Հիմա լույսը ասում է խավարումը լույս է տալիս։ Այնպիսի տպավորություն է մեր համար, մեր մարդկային էություն, բնության, ռասայի համար, որ մենք ընդհանրապես լույս չենք տեսնում խավարում։ Չէ, լույսը կա մարդիկ։ Լույսը ասում է խավարումը լույս է տալիս։ Տալիս է սիրելիս, ուշադիր եղի հասկանաս, որ տալիս է, բայց ասում է խավարը չիմացավ նրան։
Ինչին լույսին։ Վաշտապետությունը խաչել են 2000 տարի առաջ։ Վաշտապետությունը խաչել են 5000 տարի առաջ։ Վաշտապետությունը կենթանի Աստվածաշնչյան խաչում են առ այսօր, ինչի մասին է խոսքը։ Սիրելիս, կապ չունի ով կխաչի եւ ով կխաչվի, կարևորը նա է, որ դու հասկանաս ճշմարիտ Աստծո խոսքը, դու հասկանաս ճշմարիտ Աստծո կամքը, որ նա ուզում է մաշտկությանը տանել փրկության։ Աստված սուրբ է, Աստված լույս է, իսկ ես եւ դու մարդիկ, ես շատ հաճախ եմ ասում, ես եւ դու, բայց անկեղծ ասեմ, ես խավարի մեջ չեմ ապրում։ Իմ 24 ժամն է նվիրված Տիրոջը։ Ես խավարի մեջ չեմ քայլում։ Իմ 24 ժամն է Քրիստոս Հիսուսը ինքը, Տեր Աստվածը։ Բայց ելի ուզում եմ ասել, որ մենք մարդիկս վրիպող ենք։ Չկա այս երկրի վրա 100% մարդ, չկա այս երկրի վրա 100% հավատացյալ, այստեղ կար այս երկրի վրա գեթ մեկը, որի անունն էր Հիսուս Քրիստոս, նա էր 100%։ Ես եւ դու մենք լույսի ինչ ցանկացող մարդիկ ենք։ Եվ խանգարումել ենք այն լույսը, որ պիտի մարդկանց լույս տա, փորձում ենք նաև լինելով հավատացյալ եղբայրս, քույրս, խանգարում ենք, որ այս լույսը ինչ որ մեկին լուսավորի։ Ինչի մասին է խոսքը, Տեր ես չհասա աշխարհ, ես խոսում եմ Տեր հավատացյալի մասին։ Եվ հիմա կաշտում եմ Գաղատացիս 5-րդ գլուխ 16-ից 21-ը։ Բայց ասում եմ ձեզ, հոգով գնաց եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Ինչ արեք։ Ինչպես գնացեք, հոգով գնացեք։ Եթե հոգով գնաք, մարմնի ցանկություն չեք կատարի, մարդիկ։ Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմնին հակառակ եւ սրանք իրար հակառակ են, որ միգուցե այն, որ դուք կամենում եք, այն անեք, բայց եթե հոգուց եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ Եվ հայտնի են մարմնի գործերը որ են, սրանք մարմնի գործերն են, մարդիկ։ Ես ասեցի, սա օրգանիզմն է այս աշխարհի, որի միջում ընկած են այն օրգանները, որոնք որ սկսած ինձանից ես եմ եւ դու ես։ Եվ ասում է, մարմնի գործերը որ են. շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվներ, նախանձներ, բարկություններ, հակառակություններ, երկպառակություններ, բաժանմունքներ, չար նայվածքներ, սպանություններ, արբեցություններ, անառակություններ եւ ինչ որ սրանց նման են, որ առաջուց ասում եմ ձեզ, ինչպես էլ առաջուց ասում էի, թե այսպիսի բաներ գործողներն Աստծո աշկայությունը չեն ժառանգի։ Ինձ թվում է խոսքը վաշտապետությունը Քրիստոսի պարզ ասում է։ Այսպես անողները երկնքի աշկայությունը չեն ժառանգի։ Այս բոլոր գործողները ըստ քեզ պիտի պատժվեն, թե ոչ, իսկ ովքեր են նրանք։ Օրինակ, այս ինչը ես կաշտացի, մարդիկ։ Ես այնքան եմ սիրում սիրելի անձ, ես այնքան եմ սիրել ինձ մեղադրել։ Ես այնքան եմ սիրել անգամ այն դեպքում, երբ որ ես մեղավոր չեմ եղել, գնալ ու ասել կներես ինձ, որովհետեւ այդ մարդը ինձ հետ հասկանա, որ մի փոքր գոնետարցի կա, բայց հարց եմ տալիս, ըստ քեզ այս անողները պիտի պատժվեն, ասում է երկնքի աշկայությունը չեն մտնի, բայց մինչդեռ որ երկնքի աշկայությունը կգա, նրանք ունեն հնարավորություն թե ոչ ապաշխարելու, կարծում եմ ունեն։ Ովքեր ունեն, մենակ ստախոսները, ունի հնարավորություն մանկապիղծը ապաշխարելու, թե ըստ քո կարծիքի դու արդեն վաղուց ես նրան դատապարտել, չհասկանալով թե, ընդհանրապես սիրելիներ ասեմ, եթե ուզում ես ինչ-որ մեկի կյանքը դու հասկանաս, կլինի նա մարտասպան, մայրասպան, թե պոռնիկ, դու պիտի նրա կոշիկները հագնես ու նրա քայլած ճանապարհը կյանքի պիտի քայլես, որպեսզի հասկանաս, թե այդ մարդն ինչու է դարի այդպեսին։ Մեղադրելը շատ դյուրին է։ Մենք մարդկանց մեղադրում ենք, ասում ենք, այս մարդը ամբողջ կյանքը չդատարեց ստախոսելուց։ Ես մարդիկ գիտեմ, որ րոպեն մեկ շատ մոտիկ մարդիկ ինձի, որ իրանք ստախոսում են, ստում են, քայլի վրա ստում են իրենք։ Բայց դու հասկանում ես, որ անգամ այս ստությունն է ունեցել պատճառ կոշիկների,
որ այս մարդը դարձել է ստախոս, ինչ որ իր կյանքում մի բան եղել է այնպես կամ չի եղել այնպես, որ այդ մարդը դարձել է այդպեսին։ Հիմա ինչ անենք։ Բնաջնջենք նրանց ըստ մեզ։ Ոչ, քանզի որ այն ամենը, ինչ որ թվեցի սկսվում է ինձանից եւ քեզանից, հեռու չգնանք, ես եւ դու։ Հեռու չենք գնում, սիրելիս։ Հեռու չենք գնում։ Փորձում ենք մենք ինքներս մեզ դատել, փորձում ենք ամեն մեկս մեզ դատապարտել։ Այն ժամանակ, եթե սկսած ինձանից ես ինձ բարվոք կյանքով ապրեմ, եթե ամեն մեկը ինքը իրեն բարվոք կյանքով ապրի, ապա երկիրը մեկ ուրիշ օրգանական սիստեմ կունենար։ Հովհաննեսի 11-րդ գլուխ։ 47-ից 52-ը եւ ասում է. Եվ քահանայապետերը եւ փարիզեցիները ատյան ժողովեցին եւ ասեցին. Ինչ անենք, որ այս մարդը շատ նշաններ է անում, Հիսուսի մասին է խոսքը։ Եթե դրան այսպես թողենք, ամենքը կհավատան դրան եւ հռովմիացի կգան, վեր կառնեն մեր երկիրն էլ եւ ազգն էլ։ Եվ նրանցից մեկը Կայափան, որ այն տարվա քահանայապետն էր, ասեց նրանց. Դուք ոչինչ չգիտեք եւ չեք էլ մտածում, որ լավ է մեզ համար, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար ուշադիր եղեք, քան թե սա խորհուրդ ունի, քան թե բոլոր ազգը կորչի։ Ես ուզում եմ ասել, ոչ թե բոլոր ազգը այստեղ ազգի նկատի ունի աշխարհի հետ, ոչ թե բոլոր ազգը կորչի, բայց սա Իրանից չասեց, այլ որովհետև այն տարվա քահանայապետն էր, մաշկարիացավ, թե Հիսուսը պիտի մեռներ ազգի համար, այսինքն աշխարհի համար։ Եվ ոչ թե միայն ազգի համար, այստեղ ասում է, այլ որ նա Աստծո ցրված ոստիկնել ժողով է։ Իսկ դու ինչ ես կարծում, ովքեր են Աստծո ցրված ոստիկը։ Կարծում ես այն հրեշտակներն են երկնքից իջած, թե կարծում ես այն բարի անձնավորությունն է, որ քեզ ամբողջ մի կյանք օգնել է եւ հասել է։ Ոչ, սիրելիս, Աստծո ընտրվածները նրանք են, ովքեր որ Աստված հատիկ առհատիկ ընտրում է, բերում է, դնում է իր արոտավայրը, արածեցնում է իր գառներին, բայց ասեմ քեզ ամեն մեկ գառանը ինքը հատիկ է գտնում։ Հիմա այդ գառան մեջ, այդ գառների երամակի մեջ դու կտեսնես նախկինում պղծված տարբեր մարդիկ։ Ես ասեմ քեզ, այնտեղ սուրբերի տեղը չէ։ Սուրբերի տեղը երկնքում է մարդիկ, եթե երկրի վրա սուրբ գոյություն ունենար, նրանց տեղը երկնքում կլիներ, բայց այս երամակի մեջ կան տարբեր հիվանդություններով հիվանդ գառնուկներ, որին որ Աստված հատիկ առհատիկ բերում է, եւ նրանց մեջ նաեւ կան մանկապիղծներ, այո, բռնաբարողներ կան նրանց մեջ, այո, մարտասպաններ կան, այո, պոռնիկներ կան, այո, եւ այս ամբողջը Աստված այն օրգանիզմը բժշկում է, սատանայական օրգանիզմից դարձնում է երկնային օրգանիզմ եւ բերում է իր արոտավայրը։ Ինչի համար? Փրկելու համար։ Մենք շատ շուտով ենք ցանկանում այն որոշակի մարդկանց վերջը, դες մարդու վերջը երբ պիտի գայելի, երբ պիտի այս մարդը ոչինչ անա այս երկրից գնա, որ մեր հոգիներն ազատվեն, օրինակ մենք ասում ենք, չի ասում ենք Ռուսաստանի վարչապետը, պրեզիդենտը, երբ պիտի այս մարդուն մի բան եղնի, որ ես երկիրը մի փոքր շունչ քաշի, չի եղնի, սիրելիս։ Ինչու, որովհետև նա էլ է մարդ։ Հասկանում ես, որ նրա հոգին պիտի հավիտյանս հավիտենից վառվի կրակների գեհենի մեջ։ Եվ Աստված ինչ է ուզում։ Ուզում է, որ մարդկային հոգիներին հպվի։ Ինչ է ուզում Սուրբ Հոգին, ուզում է, որ մարդկային սրտներին հպվի, բժշկի, կենտանացնի, կենտանի հոգիներ դնի նրանց մեջ։ 3 անգամ խաչել ես կյանքի ծառին, ինչի մասին է խոսքը, մենք ասում ենք դե թող, ինչու մեղավորը ինքն է, մեղավորն ինքն է, բայց արյուտես, սկսած ինձանից բոլորս ենք կյանքի ծառը խաչել։ 3 անգամներ խաչել ենք կյանքի ծառին, սիրելիներ, խաչել ենք ուղղակի։ Դու պատժել ես անդադար բարուն եւ ուզում ես, որ բարին, այսինքն Աստված պատժի չարին։ Ինչպես, եթե դու բարին չես ընտրել, եթե դու բարին չես ցանկացել, ապա ուրեմն դու ինքդ ես չարը, դու հասկանում ես այս նշպությունը։
Եթե դու բարին ցանկանայիր, բարի կլիներ ամեն ինչ։ Եթե ամեն մեկ անհատս այս երկրի վրա բարին ցանկանայինք, այս երկրի վրա չարը երբեք տեղի չեր ունենա։ Ես ունեմ խոսքը գրված եւ ես մոտավորապես ուզում եմ քեզ հասկացնել, երբ որ դրախտում դրված էր երկու ծառ, մեկը Քրիստոս ինքն էր, ծառի խորհրդով կյանքի, մյուսը սատանան ինքն էր ծառի խորհրդով չարի եւ բարու, բայց մենք, բայց դու, բայց ես ընտրեցինք կյանքի չարի եւ բարու ծառը։ Ընտրեցինք եւ ինչ արեցինք այն ընտրելով մարդիկ։ Ինչ արեցինք, ակտիվացրեցինք այդ սատանայի ծառը մենք, ուտելով նրա պտղիցը։ Հասկանում ես։ Ակտիվացրել ենք, հիմա էլ կարծես թե այնքան դժվար է մեզ դեակտիվացնել այդ իրավիճակները եւ այդ չկարողանալու պատճառով մեղադրում ենք դիմացինին, ոչ, քեզանից է սկսված։ Ամեն ինչ հիշիր, ամեն ինչ սկսված է քեզանից, ամեն ինչ սկսված է ինձանից։ Ես կարող եմ բարությունը այս աշխարհի մեջ ցույց տալ Քրիստոսով։ Ես կարող եմ այս աշխարհի մեջ լինել լույս, որպեսզի խավարոտված մարդը տեսնելով ից հետ այն լույսի նշույլին վրա, ինքը կարողանա գալ լույսին։ Ամեն ինչը սկսվում է մեզանից։ Վարչապետը մեղավոր չէ։ Ոչ մեկ մեղավոր չեն, մեղավորը ես ենք եւ դու։ Եվ այսպես է սկսվում մարդ, երբ որ ինքը իրեն պատժում է, երբ որ ինքը իրեն է ամբաստանում, ինքը իրեն է մեղադրում, սա ավելի հարիր է ստացվում մարդկային կյանքում ուրիշ ինչ մեղադրել։ Առաջինը, ասեցի քեզ, չարի եւ բարու ծառ ընտրելով կյանքի ծառին թողեցիր եւ խաչը հանեցիր, չէ որ ես եւ դու այն ընտրել ենք եւ միշտ այսօր, մինչեւ այսօր էլ մենք ընտրում ենք այդ չարի ծառը։ Մենք ուտում ենք այդ չարի պտղիցը։ Դու, սիրելիս, ես, մենք ուտում ենք, մենք սովորել ենք, որ երկրի վրա գոյություն ունի չարը եւ գոյություն ունի բարի պտուղը, եւ մենք երկուսից էլ ճաշակում ենք։ Մեկ օր ճաշակում ենք բարին, մյուս օրը ճաշակում ենք չարը։ Հասկանում ես։ Եվ դա է պատճառը, որ այստեղ կյանքի ծառը իրական ոչ մի հնարավորություն չի ունենում քո կյանքը մտնել, քանի որ երկրորդը երկրի վրա ընտրեցինք ում, երբ որ երկրի վրա փառքի Աստվածը եկել էր, մեր փրկիչը, մեր փրկությունը եկել էր, ինչ ենք բղավում, հիշեք սա։ Ինչ ենք բղավում ենք Բարաբա, խաչել նրան, Բարաբային արձակել, այսինքն Մարտասպանին, այո, ըստ Աստվածաշնչին բարի էր, որ Բարաբան արձակվեց, որովհետև Բարաբային էլ էր պետք հոգևոր փրկություն, բայց ըստ մեր մարդկային ընտրության, մենք չէ որ պիտի ընտրենք Հիսուս, մենք չէ որ պիտի ընտրենք փրկիչ, բայց ընտրեցինք ինչ, մինչև առ այսօր մենք ընտրում ենք Բարաբա եւ Բարաբաների։ Իսկ չընտրելով Հիսուս, ինչպես կարող ենք Բարաբաներին երբևիցե մեղադրել, անգամ այն դեպքում ինչպես կարող մեղադրել, որովհետև քո հոգևոր խորը վիճակը հասկանում է, որ այս մարդը մոլորված է։ Հասկանում է, որ այս մարդը դիվահարված է, մարդիկ, այն դիվահարը, երբ որ ծովի այն կողմումն էր, Գենեսարետի այն կողմումն էր, երբ որ ասում է քարերով ինքը իրեն ծեծում էր, ոչ մեկ չէր կարող նրան շղթայել, նա դիվահարված էր։ Հիսուսն ինչ արեց նրան, թողեց, որ ինքը իրեն սպանի, ոչ, գնաց փրկության, փրկեց նրան։ Բարաբային ընտրելով դու, ես, աշխարհը, մենք ընտրեցինք չարին, եւ եկ երբևիցե ձեռնոց չնետենք մեր Տեր Աստծուն, եթե դու կաս, ինչու է երկրի վրա չարը տիրում, դու ինքդ ես ընտրել մարդ, չարությունը եւ չարը, դու ինքդ ես ընտրել մարդ, սատանային եւ սատանայի բնությունը, էլ ինչու ես մեղադրում Աստծուն, դու ինքդ ես ընտրել քո մարմինը բղծելը, այստեղ Աստված ինչ մեղավոր է, դե գումար չունես, չես կարող վաստակել, գնամուրացկանություն արա։ Դա էլ է միջոց գումար վաստակելու, բայց ասենք թե ուղղակի մենք կարող ենք հեշտոհանգիստ մեր մարմինները պղծել, ինչ տեսակի պղծություն էլ կարող են լինել մարդիկ։ Մենք հասկացանք, թե մարդիկ այս վերջի ամսվա ընթացքում որքան հայկական, էական հոգիներ գումարի պատճառով ծախվեցին սատանային։ Ես ասում եմ քեզ, մարդ, գումարը այն արժեքները երբեք չի կրում, որ դու գումարի համար խաչես բարուն, հանես բարուն խաչը և ընտրես դու Բարաբային։ Ընտրեք,
Ընտրեք, վերջում տեսնենք Բարաբան քեզ ինչ է անելու, Բարաբաներ ինչ են վերջում քեզ անելու, հասկացնելու են, որ անգամ Բարաբանին կփրկության կարիք ունի, իսկ դու դա գիտեիր։ Հասկանում ես, ինչ հասարակ մի ես ուղղակի փոխհարաբերական իմաստով ես քեզ օրինակով ասեցի, ինչ տեսակ են մարդիկ գնում այս պղծության ելևէջների մեջ, փող է քեզ պետք, դե երկիրը ծախիր փողի համար, փող է քեզ պետք, սիրելիս, հոգիդ մարմինը ծախիր փողի համար, դե քեզ փող է պետք, իսկ քեզ որ Հիսուս պետք գար, այդ ամենը Հիսուսը քեզ կտար, որովհետև ասում է նայեք դաշտի շուշաններին, թե ինչպիսի գեղեցիկ են ծաղկում, ասում է անգամ Սողոմոնը նրա նման փառավոր չհագավ։ Փող ես ուզում դու, իսկ ինչ կլինի, որ արի, փողը դիր գետին Քրիստոսին վերցրա, Քրիստոսին։ Հարց է առաջանում, էլ ինչ կարող էր անել Աստված իմ և քո համար, որ նա չի արել դեռ այսօր։ Ինչ, օրինակ, ինչ ես մտածում, ինչ անеш Տերը։ Կամ ինչ կար, որ կարող էր անել ու չարեց։ Այստեղ Եսայայի մարգարեության մեջ գրված է ասպես. այս իրականում աղե երգ է, հասկանում ես, այն մի երգ է, որ ցավալի երգ է Տիրոջ համար, ասում է. աղե երգ եմ իմ սիրելիի համար, իմ սիրեկանի երգը, իր այգիի մասին։ Իմ սիրելին մի այգի ուներ մի պարարտ լեռնածայրին, եւ նա ցանկով պատեց նրան, ուշադիր եղեք, սա հոգևոր մեր վիճակն է, սիրելիս։ Այս գրվածքը գրվածքի մասին չէ, այս գրվածքը քո եւ իմ մասին է։ Եվ ասում է, եւ նա ցանկով պատեց նրան, քարերը միջիցը հանեց, քարերը, եւ նրանում ընտիր որդեր տնկեց, եւ մի հնձան էլ փորեց նրանում եւ սպասեց, որ խաղող բերե, բայց ասում են նա ազող բերավ։ Եվ հիմա ասում է, ով Երուսաղեմի բնակիչ եւ Հուդայի մարդ, մեկ դատեցեք իմ ու իմ այգիի մեջ, ասում է մեկ դատեցեք, դատիր, դատաստան արա, իր եւ իր այգիի մեջ, Աստծո եւ իր ստեղծագործության մեջ, դատիր սիրելիս, տեղը տեղին։ Էլ ինչ կար անելու իմ այգին, որ ես չեմ արել նրան։ Ինչու համար սպասեցի, որ խաղող բերեր, բայց ասում է նա ազող բերավ։ Հասկանում ես։ Ով մեղանչի, ով դատապարտի, ով մեղանչի, ով ում դատապարտի, ով մեղանչի, ով ում մեղադրի, այսինքն կար ինչ-որ մեկ բան, որ Տերը չի արել, մարդիկ։ Մեր մարդկային Քրիստոսից հետո 2000 տարիներ, կարելի ասել Ադամից հետո 6000-ից ավելի տարիներ մենք ապրում ենք այս երկրի վրա։ Դու ապրում ես քո կյանքի 70-80 տարիները եւ այս աշխարհից վերանում գնում ես։ Կա մեկ բան, որ Տերը չի արել քեզ համար։ Ես չեմ կարծում։ Չեմ կարծում, սիրելիս, որովհետև ես հիշում եմ, որ մինչ 37 իմ տարիները Աստված ընկած էր իմ ետևից։ Ընկած էր, որ ից հետ է կարողանար իմ հոգին հենից փրկել, բայց եթե ես նրան տեղիք չտայի, եթե ես նրան չհանձնեի իմ կյանքը, եթե ես նրա այն աղոտ լույսը հերվից չտեսնեի ու իմ լույսը չդարձնեի կփրկվեի այսօր, այսինքն մեղադրում եմ ես ում, ինձ թե Աստծուն, ոչ սիրելիս, ես մեղադրում եմ ինձ ու ասում եմ Տեր, ինչու մինչ 37 իմ կյանքի տարիները ես չկարողացա դարձի գալ։ Հասկանում ես։ Բայց երբ որ ես մեղադրեմ, սա մեկ ուրիշ ձև է հնչում, ասեմ, ինչու դու ինձի մինչև իմ 37 տարիները դարձի չբերեցիր ինչպես թե։ Դու ուզեցար եւ Աստված չարեց։ Դու ցանկացար եւ Աստված չարեց, սիրելիս։ Դու ցանկացար սրբավայել կյանք ապրես ու Աստված քեզ չսրբացրեց, չփոխեց։ Բայց ասում է ազող բերավ, խաղողը մեկ ուրիշ բան է, ազողը մեկ ուրիշ բան է, սիրելիս, եթե Աստված պատժի չարին այն չարը, միայն սատանան չէ, նորից կրկնում եմ, եթե Աստված պատժի չարին, այն չարը միայն սատանան չէ,
Քեզ թվում է դե հավատացյալ մարդ ես մտածում ես այս աշխարհի ճարիկը սատանան է, ասեմ ոչ։ Սատանան եւ Հիսուսը ինքը կարողացավ ասել ինչ որ մեկին ետիս գնա սատանա, որովհետև Պետրոսն էլ էր այդ ժամանակ սատանայություն անում։ Հուդան էլ արեց սատանայություն։ Թովմասն էլ չհավատաց Տիրոջ հարությանը, ինչ որ միտեղ նա էլ գործեց չհավատություն, սատանայություն։ Հասկանում ես, եւ արյուտ ես հիմա որ մեկին Աստված պատժի, եթե Աստված պատժի չար, եթե Աստված վերացնի սատանային, ինքը հենց ինքը սատանային։ Հավատացած ասում եմ, այս երկրի վրա գտնվում են մենակ չարի ու բարու ծառից օգտվողներ, ապա մենք էլ սատանայի հետ կոչնչանանք։ Եվ Աբրահամը մոտեցավ եւ ասեց. նայեք, այստեղ գնում էր պայքար Աբրահամի եւ Աստծո մեջ, որովհետեւ Աստված արդեն Սոդոմն ու Գոմորը պիտի կործաներ, եւ այստեղ տեսեք ինչ է ասում Աբրահամը եւ ինչ է ասում Աստված, ուշադիր եղեք։ Աբրահամը մոտեցավ եւ ասեց. միթե ամբարշտի հետ աշտարիներ կկործնես։ Մի րոպե, Աբրահամ, սա մի տարօրինակ հարց է։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք մարդիկ, այս հարցը, որ Աբրահամը տվեց Աստծուն, սա այսօրվա մեր տված հարցն է։ Հիմա լսեք ուշադիր։ Գուցե այն քաղաքի մեջ 50 աշտար կան, միթե նրանց կկործնես եւ չես խնայի այնտեղին այն 50 աշտարի համար, որ նրանումն են։ Քավ լիցի, նայեք ինչ է ասում Աբրահամը Աստծուն, քավ լիցի քեզ այսպիսի բան անելը, որ աշտարին ամբարշտի հետ մերցնես եւ աշտարն ամբարշտի պես լինի, քավ լիցի քեզ։ Միթե բոլոր երկրի դատավոր աշտարություն չի անի եւ Եհովան, այսինքն Աստված ասեց. եթե Սոդոմումը, ուշադիր եղեք, 50 աշտար գտնեմ, քաղաքի մեջ նրանց համար բոլոր տեղին կխնայեմ։ Եվ Աբրահամը պատասխանեց եւ ասեց. ահա հիմա սկսեցի Եհովայի հետ խոսել, ես որ հող եւ մոխիր եմ, գուցե 50 աշտարից 5-ը պակաս լինի, այսինքն 45 աշտար Սոդոմի համար, այն 5-ի համար բոլոր քաղաքը կկործնես, եւ ասեց Տերը, չեմ կործնի։ Եթե այնտեղ 45-ը գտնեմ, չեմ կործնի։ Եվ դարձյալ խոսեց նրա հետ եւ ասեց Տերը, գուցե այնտեղ 40 գտնվեն, եւ ասեց, այն 40-ի համար էլ չեմ անի։ Եվ ասեց Տերը չբարկանա, թող խոսեմ, գուցե այնտեղ 30 գտնվի, եւ ասեց, եթե այնտեղ 30 գտնեմ, չեմ անի։ Եվ ասեց. ահա սկսեցի խոսել Տիրոջ հետ, գուցե այնտեղ 20 գտնվեն, այսինքն 20 աշտար, եւ Տերն ասեց, այն 20-ի համար չեմ կործնի։ Եվ ասեց Աբրահամը, Տերը չբարկանա եւ միայն այս անգամ էլ խոսեմ, գուցե այնտեղ 10 գտնվեն, եւ ասեց, այն 10-ի համար էլ չեմ կործնի։ Եվ Եհովան գնաց, երբ որ Աբրահամի հետ խոսքը վերջացրել էր, եւ Աբրահամը ետ դարձավ իր տունը։ Ինչ էր կատարվում այստեղ։ Այստեղ կարծես թե Աբրահամն էլ էր Տիրոջը ձեռնոցն հետում կկործնես, չեմ կործնի, եթե կա, չեմ կործնի, բայց այստեղ գիտեք պարադոքսի ինչումն էր, սիրելիներ, որ Աբրահամը ինքը 50 աշտարի դեպքում ասում էր դու Սոդոմն ու Գոմորը կկործնես, եւ Տերն ասում էր ոչ, մինչեւ որ այդ թիվը հասավ 10-ին եւ ասեց 10-ի դեպքում էլ չեմ կործնի։ Բայց ինչու կործանվեց Սոդոմն ու Գոմորը։ Ինչու։ Որովհետեւ այնտեղ 10 աշտար մարդ գոյություն չուներ։ Վերջում փրկվեցին Ղովտը եւ իր երկու աղջիկները, մենք լավ ենք հասկանում, որ Ղովտի կինը ետ նայեց եւ աղեարձան դարձավ եւ այս Ղովտը եւ իր աղջիկները այդ օրոք փրկվեցին, բայց Աստվածաշունչը պարզ ասում է, որ ամբողջ այդ Սոդոմի մեջ գոյություն ուներ գեթ մեկ աշտար, որի անունն էր Ղովտ։ Բայց ասեմ քեզ ավելացնեմ, այս Աստվածաշունչը ասում է, բայց ես Ղովտի աշտարության վրա էի մի փոքր կասկածում եւ շատ շուտով այդ քարոզչությունը կլինի։ Եվ Ղովտը որպես աշտար մարդ, ով որ իր երկու աղջիկների հետ զուգակցվեց եւ երեխաներ բերեց լույս աշխարհ, ես չեմ կարծում, որ կարող ենք այնքան աշտար այսպիսի հավատացյալներին գոչել, բայց համենայն դեպս Աստվածաշունչը ասում է, մեկ աշտար եթե կար դա Ղովտն էր եւ Ղովտի պատճառով Երբեք մեր հոգու պատճառով Աստված չկարողացավ Սոդոմն ու Գոմորը խնայել։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ եթե այսպես պատժելով Աստված շարունակի, այս երկրավոր մարդկային կենտանությունը շատ շուտով կբնաջնջվի երկրի վրայից մարդիկ, որովհետև ասում է աշտարը չկա, մեկն էլ չկա, ասում է սա Աստվածաշունչը։ Հասկանում ես սիրելիս սա։
Առաջի աշխարհը կործանվեց, Աստվածաշունչը ասում է միայն Նոյն էր աշտար։ Անկամ չի ասում նրա կինը, նրա զավակները, ասում է աշտար գտավ Աստված միայն Նոյին։ Եվ Նոյով ցանկացավ կրկին ամեն ինչը նոր անել։ Ութերորդ գլխի 20-21-ն եմ կաշտում։ Եվ այստեղ ասում է այսպես. Եվ Նոյի մի սեղան շինեց Եհովայի համար եւ առավ այս բանալին է։ Ես ուզում եմ, որ սա ստույգ դու քաղես որպես խոսքի վերջապան եւ բանալի։ Ես ուզում եմ, որ դու այս գրվածքով հասկանաս, թե ինչու Աստված չարը երկիր վրայից չի վերացնում։ Եվ Նոյի մի սեղան շինեց Եհովայի համար եւ առավ բոլոր մաքուր անասունից եւ բոլոր մաքուր թռչուններից եւ սեղանի վրա ողջակեզներ մատուցրեց։ Եվ Եհովան սա Աշտեն ջրեղեղից հետո է։ Եվ Եհովան անույշ հոտը հոտոտաց, եւ Եհովա Աստված ասեց իր սրտում. այլևս չեմ անիծի երկիրը մաշտի պատճառով։ Որովհետև մաշտի սրտի խորհուրդը ուշադիր եղեք, մաշտի սրտի խորհուրդը չար է իր մանկությունից է։ Եվ այլևս չեմ զարկի բնավ ոչ մի կենդանի, ինչպես արի։ Այսուհետև քանի ժամանակ որ երկիրը կմնա հունցք, ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, ցերեկ ու գիշերը չեն դատարի։ Ինչու՞։ Սա խոստմունք էր։ Աստված խոստացել է։ Գիտեք, սիրելիներ, երբ որ Աստված մոտավորապես 4,500 տարիներ առաջ Նոյին սա խոստացել է, այս խոստումքը մնում է հավիտյան։ Այսինքն Տերը խոստացել է, որ չեմ զարկի ոչ մի երկիր, ոչ մի կենդանի շունչ, ոչ մի մարդկային շունչ։ Նշանակում է, որ այս զարկը Տերը ինքը Զոյի հոտոտալով հասկացավ, որ սրան պետք է պլան երկրորդ, հասկանում ես պլան B, ով էր Աստծո համար պլան երկրորդ իր ոչ թե Հիսուս Քրիստոսն էր, այն կյանքի ծառն էր, սկզբում դրախտում, հետո եկավ երկրի վրա ու ինչ արեցինք մենք նրան, խաչը հանեցինք, այս պլան երկրորդն էր, ինչ արեցինք, բարաբանդրեցինք Հիսուսին թողեցինք։ Այս հրամանի հիմքի վրա ուղարկեց Աստված իր որդուն սիրելիս, քանի որ նա չէր ցանկանում ամեն ժամանակ մաշտկությունը բնաջնջել, քանի որ Տերը ասում է մաշտը իր մանկությունից է սիրտը չար։ Այսինքն այստեղ ոչինչ այլևս Աստված չի կարող անել։ Միակ բանը, որ կարող է Աստված անել, ուղարկել իր որդի Հիսուս Քրիստոսին, իսկ ով էլ որ հավատար նրա որդուն կփրկվեր, հավատար եւ ապրեր գործերով։ Եվ իր որդին խաչվեց իմ եւ քո մեղքերի համար, որպիսի աշտարացնի մեզ իր սուրբ այրունովը չէ։ Մի րոպե ասեմ ես քեզ պարզ, Հիսուսը չի խաչվել աշտարի համար։ Հիսուսը չի խաչվել աշտար մարդկության համար։ Հիսուսը խաչվել է մեղավոր մարդկանց համար։ Այդ մեղավորների շարքերում գրանցում եմ սկսած ինձանից ամբողջ աշխարհը։ Հիմա քեզանից է կախված։ Դու ունես երկու վիճակ։ Դու ունես երկու վիճակ, այն սուրբ այրունը կամ քեզ վրա վերցնելու, կամ այն սուրբ այրունը կոխրճելու։ Եվ հիմա առաջինը, խաչել այն խոսքը Տիրոջ, ես ասել եմ, սիրելիներ, միշտ կասեմ, մենք կարող է ասում ենք, մենք թե եթե Քրիստոս այսօր աշխարհ գար, մենք իրան խաչ չենք անի, ես էլ քեզ մի փոքր չեմ հավատում։ Գիտես ինչու, որովհետև նայեք, ասում է Աստծո բանը ամեն ինչ նրանով եղավ, առանց նրա ոչինչ չեղավ, եւ ով էր Աստծո բանը Հիսուսն էր, Աստծո բանը Աստծո խոսքն էր, Աստծո խոսքը Հիսուս Քրիստոսն էր, եւ առաջինը, եթե մենք խաչում ենք այն խոսքը Տիրոջ, ով պատվիրեց երկու անգամ սիրել, ով տվեց մեզ նոր պատվիրան սիրել, երկու պատվիրանն է սիրո պատվիրանն է, բայց մենք այսօր խաչում ենք խոսքը, մարդիկ, մենք խաչում ենք, նայեք, մեկը գրում է այս վարշտապետությունը ոչ մեկ չի ընդունում, թող չընդունեն, թող ոչ մեկ չընդունի, բայց գիտես կա ինչ որ մեկ մարդ այս երկրի տակ, ինչ որ մեկ մարդ այս յութուբյան աշխարհի մեջ, որ նա կլսի եւ կընդունի, մեկը ես եմ դրանից, ես էլ եմ լսել եւ ընդունել։ Իսկ առաջնահերթ խոսքը խաչել, ով այն խոսքը, որը որ Տեր ասեց, Տեր Հիսուսը ասեց, ձեզ տալիս եմ նոր պատվիրան, սիրեք միմյանց, որն էր առաջինը սիրիր քո Տեր Աստծուն, սա խոսք է սիրելիս, կամ դու այն կխաչես,
կամ դու կխաչվես այն խոսքով։ Ես չեմ կարծում, որ շատ հեշտ է մեզ խաչվել խոսքի վրա, բայց ես հասկանում եմ, որ իմ կյանքի սիրանության օրերն է եղել, որ ես հասկացել եմ իմ մեղավոր մարդը, որ ինչ որ մեկ ինձ ապտակել է աչուծախ եւ ասել է դու դժոխք ես գնում սիրելիս։ Ես դրանից երբեք ված չեմ զգացել, հակառակ այսօր ես փառք եմ տալիս իմ Տիրոջը, ով էլ որ նա եղացած լինի, ճշմարիտ է գործել։ Որովհետև երբ որ ես իմ դեմքը ինչ որ Աստված եթե հիշեցնում է որոշակի բաներ, ու ես հիշում եմ ու ասում եմ Տեր իմ տարբերությունը հասկանում ենք, ուր է իմ դիմացը, ինչ է իմ ետևը։ Աչքով ես ուզում տաս սատանային, ետ ես նայում, ղովտի կնոջ նման ես լինելու ընդհանրապես սիրելիս, որ ասում է աշխարհը չկարողացավ աշխարհի եղացածը բաց թողնել, եւ ասում է ետ նայեց, իսկ հրեշտակը մեզ առաջնորդել է եւ ասել էր ետ չնայեք, իսկ եթե ետ ենք նայում, ապա մեր կյանքում կատարում է մի բան, խաչում ենք խոսքը եւ չենք խաչվում խոսքով։ Սրանք կարևոր բաներ են։ Իսկ երկրորդ սերն էլ քո դրածո հանդեպ է եւ այն ֆիլմը, այն պատմությունը վերջանում է այսպես, երբ որ Աստված կանգնեցնում է հենց այդ մարդու, որի դուստրին 7 տարեկան այդ մանկապիղծը սպանել էր եւ խորոչներում էր թաղել, եւ Աստված ուզում է այս մարդուն հասկացնի, որ դու պիտի ներես, եթե չներես, երբեք չես ներվի, եւ այս մարդը պնդում էր սրտաճմլիկ, ասում էր ես չեմ կարող ներել, որովհետեւ իմ դուստրին այդ վիճակին է նա հասցրել եւ Աստված դնում է իր մնացած երկու զավակներին աջ եւ ձախ եւ հասկացնում ասում է նայիր ասում է այս քո զավակը պիտի դժոխք գնա եւ այդ մարդը Տիրոջ հետ խոսակցություն է տանում, սա հետաքրքիր մի ֆիլմ է կնայեք, Խիժինա նաև հայերեն կոչվում է տնակը եւ Աստված ասում է այո ասում է այս քո որդին այս մեկ որդի չար է նա պիտի դժոխք գնա իսկ այս մեկ որդիդ գնալու է դրախտ ասում է ընտրիր Աստված հարցնում է այդ մարդուն ասում է ընտրիր որը գնա դրախտ եւ որը գնա դժոխք եւ այստեղ այդ բանալին երկնավոր թանկ բանալին այդ աստվածային հիմունքը այդ աստվածային սերն ու միտքը այդ աստվածային բաղձանքը ինչպես է ստացվում ասում է ոչ այդ մարդը ասում է երկուսն էլ ասում է իմ զավակներն են ես չեմ կարող ընտրություն անել որ մեկը գնա դժոխք մյուսը դրախտ եւ այդտեղ Աստված խոսում է ասում է եթե դու լինելով մարդ ունես երկու զավակ ես ընտրություն չես կարողանում անես, ապա ես ինչպես կարող եմ ընտրություն անել, որ իմ աշխարհի կորսված զավակներին դժոխք ուղարկեմ եւ ոմանց էլ դրախտ, հասկանում ես սիրելիս, հասկանում ես, որ ամեն մի հոգու համար քո սիրտը պիտի ցավի որպես հավատացյալ, ամեն մեկ անձի համար քո սիրտը պիտի ցավի որպես հավատացյալ, որ դու պիտի հասկանաս, որ վերջնականապես այս մարդկային հոգիները հանգչելու են հավիտենական կրակների մեջ եւ այստեղ կա մեկը, ով կարող է նրանց այդ կրակներից փրկել եւ նրա անունն է Հիսուս Քրիստոս եւ խոսքը նրա Հիմա երկրորդը խաչել ինքդ քեզ, դատապարտել ինքդ քեզ քո մեղքերը եւ մեղավոր կյանքը, որպեսզի երբեք ամեն ինչը ինչ որ սկսես քեզանից։ Աստված աշխարհը չի ջնջելու քեզ համար։ Չի անելու դա սիրելիս, որովհետեւ Աստված ամեն մեկի սիրում է, ինչպես որ նա ինձ է սիրում, ու ես գիտեմ որ նա ինձ շատ է սիրում։ Այնպես էլ նա սիրում է հենց այն սույն մանկապիղծին, ով որ ամբողջ մի մանկություն չապրելով դժոխքային դռների մեջ դարձել է հրեշ, եւ այդ հրեշի միայն կարող է փրկել Տերը, եւ վերջում այդ հայրը կարողանում է ներել այդ հրեշին։ Այո, մենք պիտի կարողանանք ներել։ Սիրելիս, Տերը Հիսուսը վերջի խաչի բային կանված խաչին, նայեք, վառ օրինակ, երկու կողմից ավազակներն էին, երկու կողմից ում ներեց Տերը, սա ընդհանրապես Տիրոջ գործը չէր, մարդը իր բերանից դուրս եկած բառով կամ գնաց դժոխք կամ գնաց դրախտ, նայեք այն մի հանցագործին, այն մի հանցագործը ձախ կողմում Տիրոջ ասում էր, եթե դու Աստծո որդին ես, ապա այնպես արա որ մեզ խաչից իջացրու եւ հետո էլ քո կյանքը փրկի, նայեք, անգամ մեր բառերն են բավարար են մարդիկ, թե մենք ինչ ենք խոսում, այն բառերն էլ մեզ
դատելու են։ Եվ այն մարդը դատվեց, եւ այն մարդը ուղղակի հաստատ համոզված է, որ գնաց դժոխք, որովհետեւ նա մեղադրեց Տիրոջը, նա մեղադրեց մեկին, ով որ անմեղությամբ էր գամված խաչին, բայց այն աջ կողմի խաչյալը նա նրան կողքին մեղադրեց եւ ասեց. դու ինչպես ես կարող խոսել։ Մենք աշտարաբարո ենք կրում մեր պատիժ այս խաչի վրա, բայց այս մեկը ոչինչ չար չգործեց։ Ամբողջ մարմինս փշաքաղության մեջ է։ Այո։ Եվ ինչ եղավ։ Այն եղավ, որ եղավ, եւ Հիսուսը նրան ասեց. այս գիշեր ինձ հետ դու դրախտում կգտնվես։ Եվ այսպես, մեր բերանից դուրս եկած բառերն են մեզ դատելու։ Մարդի գրված է, կարդացեք Աստվածաշունչը։ Այն բառը, որ ես արտաբերեցի, այն էլ ինձ դատելու է։ Ունես, անկեղծ ասում եմ, ես ընդհանրապես խնդրում եմ բոլորիդ սիրելիներ, ես գիտեմ, որ դուք նայում եք այս հոգևոր այս քարոզությունները, ես հարգում եմ ձեզ, շատ սիրում եմ ձեզ, Քրիստոսի սիրով եմ սիրում։ Ես անգամ ինքս որպես մարդ ի վիճակի չեմ դառնալ անգամ իմ թշնամուն սիրել, եթե ոչ միայն Քրիստոսի սիրով, ու ես սիրում եմ իմ թշնամուն, գիտես սիրելիս։ Ոչ սատանայի մասին չէ խոսքը, քանզի միակ իմ թշնամին սատանան է, բայց ես սիրում եմ մարդկային տեսակետներով այն թշնամիներին, ովքեր որ շատ ամբողջ իմ մանկությունից փորձել են իմ կյանքը դառնացրել եւ աղոթել եմ նրանց համար եւ բաց եմ թողել նրանց եւ ներել եմ եւ շփվում եմ նրանց հետ։ Իսկ դու այսօր ունես ազատ ընտրություն, Ադամ, դու այսօր ունես ազատ ընտրություն, Ադամ։ Երբեք ոչ երբեք քեզ ստիպել եմ։ Եթե Աստված երկնքում դրախտում Ադամին չստիպեց, ապա առավել եւս երկրի վրա, եթե մեկը կարողանար քեզ ստիպել, քավ լիծի, չեմ կարծում սիրելիս, դու կարող ես ուղղակի կամ այս լսել, կամ այս չլսել, բայց ես քեզ ասեմ առավելագույնս, եթե այս լսես ու հասկանաս, որ ճշմարտապես Աստծո խոսքն է, որ իմ կյանքը փոխեց, կարող է նաեւ փոխել քո կյանքը, սա կլինի շատ բարի, ու ժամանակների ընթացքում դու կհասկանաս, թե քո խաղաղությունը, քո երջանկությունը ինչու մեր պայմանավորված, իսկ եթե այն լսել չես ցանկանում, դա քո բարի, դա քո ընտրությունն է, սիրելի մարդ, քո ընտրությունն է այն, երբեք ով կարող է ինչ-որ մեկի ստիպել, կամ այնքան ստիպել, որ դու ստիպված լինես նստես նայես ոչ, ուղղակի կլիկ ես անում եւ դուրս ես գալիս, իսկ մնացած կոմենտարները շատ գեղեցիկ են, ուղղակի ժամանակ չունեմ ես կարդալու, բայց մեկ-մեկ կարդում եմ եւ ուզում եմ ասել սիրելիս, այն կոմենտարները, այն մտահղացումները, որ քո մեջ կլինեն, մի պահ խորհիր, մտածիր եւ խորհիր, ինչ է ուզում այս մարդը, կամ ինչու այս մարդը այստեղ կանգնած, արական ցեղի ներկայացուցիչ է, թե իգական ցեղի ներկայացուցիչ է, թե կին է, թե տղամարդ է, դա ինչ կապ ունի, կարևորագույնս, թե նա ինչ է խոսում քեզ հետ, կարևորագույնս նա քեզ մոլորեցնում է, թե ուղղակի նա քեզ տանում է կենթանի խոսքի, աստվածաշնչյան, աստվածային կամքի ճանապարհը, դու սրան նայիր, հասկանում ես եւ դրա համար դու ունես իրականում ունես մեծն կամք։ Ուզում եմ վերջինս կարդալ Եսայիա մարգարեության 53 գլուխը եւ վերջացնել խոսքը։ Եվ այստեղ ուշադիր դու հասկացի, թե ինչ է ուզում քեզ ասել Աստվածաշունչը։ Ասում է. ով մարդիկ, ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որովհետեւ նա մատաղատունքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծառավոտ երկրիցը, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն։ Եվ մենք տեսանք նրան, եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա նարգված, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսի, որից պետք է երես ծածկել։ Անարգված էր, եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած, բայց նա
Մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, մարդիկ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, հասկանում ես։ Եվ նրա վերքերովը մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցանք, յուրաքանչյուրն իր ճանապարհովը դարավ եւ Տերը նրա վրա դրավ մեր ամենի մեղքը։ Նա անիրավություն կրեց եւ չարչարվեցավ, բայց իր բերանը չբացավ, ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, եւ ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացավ։ Կալանքից եւ դատապարտությունից վեր առնվեցավ եւ նրա ազգատոմը, ով կարող է պատմել, որովհետև նա կտրվեցավ կենդանիների երկրիցը, իմ ժողովրդի մեղքի համար նա զարկվեցավ։ Եվ ամբարիշտների հետ որոշվեցավ նրա գերեզմանը, բայց հարուստի հետ եղավ նա մեր այդ ժամանակը, ըստ որում նա զրկողություն չէր արել, խաբեություն չկար նրա բերանումը, բայց Տերը, մարդիկ, բայց Տերը, նայեք ինչ է ասում Աստվածաշունչը, Տերը հաճեց նրան զարկել, ցավեցնել, եւ որ նրա հոգին մեղքի զոհն արավ։ Ինչ արավ։ Մեղքի զոհը։ Նա պիտի սերունդ տեսնե եւ օրեր երկարացնե եւ Տիրոջ հաճությունը պիտի հաջողվե նրա ձեռքովը, իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնե եւ կշտանա, իր գիտությամբ պիտի արտարացնե իմ աշտար ծառան շատերին, ինչով է իր գիտությամբ պիտի արտարացնե իր գիտությամբ շատերին, որովհետեւ նրանց անօրենությունը ինքը գրեց։ Նրա համար նրան բաժին պիտի տամ շատերի հետ եւ նա հզորների հետ ավար պիտի բաժանե, նրա փոխարեն որ իր անձը մատնեց մահվան եւ հանցավորների հետ հաշտվեցավ եւ նա շատերի մեղքը վերառավ եւ հանցավորների համար միջնորդեց։ Ինչ արեց։ Ինչ արեց։ Ում համար միջնորդեց նա։ Աշտարների։ Չէ։ Ես ուզում եմ, որ դու փակագծերը բացես, սիրելիս։ Արի կլինի մանկապիղծով ու մարտասպանով չփակենք չարության փակագծերը։ Արի կլինի բացենք այն ինչը, որ դու երբևիցե լսեցիր ու կլսես, իմացի, որ չարը երբեք չի եկե հասել դեպի քեզ, իմացիր մեկ կարևոր բան, չարությունը քեզանից է դուրս եկել։ Չարությունը ինձանից է դուրս եկել եւ ասում է այստեղ միջնորդեց հանցավորների համար։ Այնպես որ սիրելիս, մենք ունենք Հիսուս Քրիստոսը որպես միջնորդ։ Գիտեք որն է դա, դա այն վիճակն է, երբ որ Աստված պիտի ինչ-որ մեկին պատժի, երբ որ Աստծո բարկությունը այնքան է բարկացած մեկ ինչ-որ հանցավորի վրա, ասենք, մատս տնկեմ իմ վրա, ու գիտեք ինչ է այնտեղ կատարվում, մենք ունենք փաստաբան, մենք ունենք Հիսուս միջնորդ, հանցավորների միջնորդ հիշիր այս խոսքը, նա քո միջնորդն է հանցավոր, այո, սկսած ինձանից, եւ այն հանցավորների միջնորդը այսպես պահում է ձեռքերը Տիրոջ առաջ իր հոր եւ ասում է հայր հիշիր մինչդեռ որ կպատժես, հիշիր թե ինչու համար եմ ես գնացել երկիր, ինչու համար եմ ապրել երկրի վրա 33 տարի ու կես, ինչու համար եմ խաչվել, ինչու համար եմ հարություն ապրել, ես ուզում եմ, որ դու էլ հիշես, թե ինչու համար է Հիսուս եկել աշխարհ, եւ այս կանողը, այս բանալիով ես սահմանափակեմ եւ ասեմ, սիրելիս, եկ այսօրվանից լինենք այն մարդիկը, ովքերս որ ինքներս մեզ դատելով Աստծո առջև դատապարտված դուրս չեն կա բարի։ Ինձ թվում է, որ խիստ ես, բայց բարի ես, սիրելիս։ Նայեք, երբ որ ինչ-որ մեկին դու ճահճից հանում ես, եւ որ ինչ-որ մեկը մինչեւ ականջների բլթակները սուզված է ճահճի միջից, որտեղից պիտի բռնես, որ նրան քաշես հանես, բնականաբար մազերից պիտի բռնես, եւ պատկերացրու, որ մազերից բռնես այդ մարդուն քաշես ճահճից եւ հանես, այն ցավալի փաստ է, ես սա ի նկատի ունեմ հոգեվորապես։ Եվ արի կլինի, դու մի բարկացիր, ես էլ աղոթեմ իմ Տիրոջը, քո հոգու փրկության համար, ես էլ աղոթեմ իմ Տիրոջը, որ դու հասկացել ես, թե ինչ է նշանակում իսկական փրկություն, թե ով է քո իրական հավատարիմ փրկիչը, որի անունն է ինչ, Հիսուս Քրիստոս մեծատար։ Այսքանով
Ես ուզում եմ սամբանափակել, սիրելիս, ուղղակի այն ինչ ճշմարտություն է, այն աշխարհը չկարողացավ ընդունել։ Ճշմարիտ Աստծո որդուն չընդունեց աշխարհը։ Աստվածին ճշմարիտ Աստծո որդուն չընդունեցին կրոնականները, հավատացյալները, ուր մնաց աշխարհը, բայց այսօր արի դու ընդունիր Տիրոջը։ Ճշմարիտ Աստծո որդին, ճշմարտությանը, որ ասեց, ես եմ, ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, արի մենք այսօր ընդունենք իրար հետ։ Ընդունենք եւ հասկանանք, որ բարի է ընտրել բարու ծառը, բարի է ընտրել կյանքի ծառը, չար է ընտրել մի ծառ, որի վրա գոյություն ունի համ չարի պտուղ, համ բարու պտուղ, եւ սա էլ հենց աշխարհն է եւ սատանան։ Բայց դու, սիրելիս, ընտրիր վերջին խոսքն է իմ, բարին, ինչու կորսվես, ինչու կորսվի քո ընտանիքը, ինչու կորսվի քո երկիրը, ընտրիր բարին, սիրելիս, ընտրիր բարին, պատժելով չարին, ընտրիր բարին, որպեսզի պաշտվի չարը Հիսուս Քրիստոսի անունով։ Սա իմ աղոթքն է։ Ես շնորհակալ եմ քեզանից, Տեր, շնորհակալ եմ այս դիպուկ խոսքիդ համար, ես գիտեմ, սիրելիս, սա ինձ համար էլ հեշտ չէ։ Եթե քեզ թվում է, որ այս ամբիոնից ես կարող եմ իջնել ու կարող եմ ուղղակի ոչնչության պես դառնում եմ իմ մեծն ոչնչություն, որովհետև այն առաջին խոսքը, մինչդեռ որ դու կլսես, այն ես արդեն լսել եմ ու լսում եմ։ Այն դիպուկ է, բայց այն փրկող է։ Այն տալիս է քեզ հավիտենական կյանք, որ դու այս խոսքով կարող ես Հիսուս Քրիստոսի անունով ժառանգել։ Փառք իմ Հիսուսին, հավիտյանս հավիտենից, փառք, պատիվ, գոհություն եւ զորություն, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի անունին, ինչ որ մեկը թող ասի, ամեն, հալելույա։